Ձեզ կվտարեն Ռուսաստանից, եթե աշխատանքային միգրանտ կամ ուսանող չեք եւ 90 օրից ավելի գտնվել եք երկրում։ 90 օրը շատ քիչ է։ Մոտարապես 7-8 ամիս հետո է դա սպառումը։ Այսօր արդեն հարյուրավոր հայ վարորդներ կանգնած են այդ վտանգի առաջ։ Նրանց մոտ 90%-ի Ռուսաստանում գտնվելու ժամկետը սպառվել է։ Եթե մինչև ժամը 5-ը պատասխան չտվեցին, լրիվ կատված է հանենքանում Հայաստանի Հանրապետությունը։ Վարորդներն այսօր ակցիա են իրականացրել սկզբում կառավարության, ապա ՌԴ դեսպանատան դիմաց։ Նրանք խոստացել են ծայրահեղ քայլերի գնալ, եթե իրենց հարցին լուծում չտրվի։ Ինչ անել, եթե արդեն իսկ հայտնվել եք վերահսկվող անձանց ռեեստրում։ Ինչպես խուսափել վտարումից։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր զրուցել ենք միգրացիոն հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանի հետ։ Բեռնատարների վարորդները արդեն մի քանի օր է կառավարության դիմաց ակցիա են իրականացնում, նրանք պահանջում են, որ գործադիրը բանակցի ռուսական կողմի հետ Ռուսաստանում գտնվելու 90 օրյա այդ արգելքը վերացնելու հարցի վերաբերյալ, կարող եք ասել այս պահին ինչ իրավիճակ է ստեղծվել ավելի մանրամասն։ Շնորհակալ եմ։ Սկսեմ նրանից, որ արդեն իսկ հունվարի 1-ից ես տեղեկացնում էի, որ Ռուսաստանի Դաշնության օտարերկրացիների իրավական կարգավիճակի մասին ֆեդերալ 115 հոդվածի փոփոխությունը ժամկետի կրճատման, տարվա ընթացքում յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր գտնվելու ռեժիմը, երբ որ դարձավ տարվա մեջ գումարային 90 օր, վերաբերվելու է նաև բեռնա եւ ուղևորափոխադրում իրականացնող վարորդներին, բայց քանի որ տվյալ ժամանակահատվածում գոյություն ուներ նաև նախագահի Ռուսաստանի նախագահի 1126 հրամանագիրը, համաձայն որի ՌԴ-ում գտնվող օտարերկրացիները, որոնք ունեին որևէ խախտում, մինչև սեպտեմբերի 10-ը ունեին հնարավորություն շտկելու այդ խախտումը եւ օրինական գտնվել ՌԴ տարածքում, այդ ընթացքում որևէ մեկը չէր անհանգստացնում միգրանտներին, այդ թվում բեռնափոխադրողներին։ Բայց երբ որ հրամանագրի ժամկետը լրացավ, ոստիկանները սկսեցին խստորեն հետևել եւ արդյունքում ստացվեց այնպես, որ պարզվեց վարորդները առնվազն Հայաստանից մեկնողների մասին կարող եմ ասել, վարորդների մեծ մասը, 90%-ը արդեն գերազանցել են այդ գտնվելու ժամկետը Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Նրանց մի մասը հայտնվեցին վերահսկվող անձանց ռեեստրում, ինչի մասին տեղեկացան, երբ որ սառեցվեցին իրենց բանկային հաշիվները, իսկ երբ որ անձը հայտնվում է վերահսկվող անձանց ռեեստրում, բանկային հաշիվները սառեցվում են եւ որևէ պետական եւ մասնավոր կազմակերպություն իրավունք չունի նրանց հետ որևէ գործարք անելու։ Այնուհետև ոստիկանները, հատկապես մեր պարագայում Ալանիայի ոստիկանները, որտեղ սահմանը այդտեղով է անցնում, ուղղակի վարորդներին տանում էին ոստիկանություն, հաշվում էին նրանց ՌԴ-ում գտնվելու օրերի քանակը եւ վարչական իրավախախտումների մասին օրենքի 18-րդ հոդվածով մուտքի արգելք էին դնում, որոշում էին վտարման որոշում էին կայացնում եւ մուտքի արգելք էին դնում 5 տարի ժամկետով, արդեն դեպք ունենք 10 տարի ժամկետով, ընդամենը 1 հոգու 3 տարի եւ արդեն դեպք ունենք նաեւ 10 տարի ժամկետով մուտքի արգելքի, երբ որ անձի նկատմամբ կիրառվել է։ Եվ դրանց թիվը գնալով աճում է, անկեղծ ասած վերջին 10 օրվա ընթացքում ես 130-ից ավել դիմում եմ ստացել, որից մոտ 50-ը մուտքի արգելք ունի արդեն, եւ նշում են անձինք, որ այդ մուտքի, այսինքն այդ թիվը ավելին է, քան ինձ դիմել են վարորդները, եւ սա շատ լուրջ խնդիր է, եւ վարորդները իրավացիորեն կարծում են եւ պահանջում են, որ իրենց օրենքի այս կետը չպետք է վերաբերվի։ Անկեղծորեն ասեմ, որ Ռուսաստանի Դաշնության սահմանապահները եւ մաքսավորները, որոնց հետ գործ ունեն մեր բեռնափոխադրողները, որևէ խոչընդոտ չեն առաջացնում, երբ նույնիսկ 90 օրը լրացած է, անգամ եթե անձը գտնվում է վերահսկվող անձանց ռեեստրում, չեն արգելում նրանց մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածքում, բայց բավական է սահմանահատեն եւ ոստիկանները նրանց անմիջապես կանգնեցնում են, ստուգում են փաստաթղթերը, տանում են ոստիկանական բաժանմունք եւ կայացնում են վտարման եւ մուտքի արգելքի որոշումը, այսինքն իսկ երբ որ արդեն կա մուտքի արգելքի որոշում, բնականաբար սահմանապահը չի թույլ տա տվյալ անձին մուտք գործել ՌԴ տարածք։ Այս հարցով ես դիմում գրեցի եւ ներկայացրեցի մեր արտաքին գործերի նախարարությանը,
որ եւ համապատասխան վարչությունը դիմումը ուղարկեց ԵԱՏՄ հանձնաժողով։ ԵԱՏՄ-ի բանակցման արդյունքում 39 վարորդի մուտքի արգելքը բացվեց, բայց սա խնդրի լուծում չէ, սա կարճաժամկետ որոշում է, կարճաժամկետ լուծում է, ինչու, որովհետեւ տվյալ անձինք այս պահին դուրս են եկել վերահսկվող անձանց ռեեստրից, բացվել են իրենց սառեցված բանկային հաշիվները, բայց նրանք եթե փորձեն նորից մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք, ոստիկանները հանգիստ կարող են նրանց մուտքի արգելք տնել, այսինքն վտարում եւ մուտքի արգելք տնել։ Այսինքն այս անձինք պետք է մինչեւ տարեվերջ այլևս չգնան, որպեսզի կարողանան այդ կարգավիճակը պահպանել իրենց եւ կարող են միայն հաջորդ տարի գնալ, բայց հաջորդ տարի էլի 90 օր ունեն Ռուսաստանի Դաշնություն գնալ գալամր, այսինքն սա կարճատև եւ ապարդյուն որոշում է, որովհետեւ մենք հաջորդ տարի, եթե այս տեմպերով շարունակենք, բոլոր այն վարորդները, որոնք դեռևս չունեն մուտքի արգելք, հաջորդ տարի կամ 90 օրից ավել չեն կարողանալու գնալ կամ մուտք գործելու պարագայում հիմա նրանք են մուտքի արգելքի տակ ընկնելու։ Այսինքն մեր բեռնափոխադրման համակարգը կոլապսի կենթարկվի եւ սա շատ լուրջ վտանգի տակ է։ Արչեվում ամանորն է, վստահաբար շատ ավելի բեռներ տանել բերելու խնդիր ունենք եւ սա շատ մեծ ու լուրջ խնդիրների կբերի, եթե մենք հնարավորինս արագ այս հարցը չլուծենք։ Սկսեմ նրանից, որ այս որոշումը Ռուսաստանի Դաշնության շատ ուղիղ հակասում է ԵԱՏՄ պայմանագրին, որովհետև ԵԱՏՄ-ում հստակ նշված է, որ ԵԱՏՄ անդամ երկրները միմյանց միջև պետք է ունենան ազատ ուրեմն բեռների ազատ տեղաշարժ, պետք է նաև առևտրին չխոչեն, այսինքն մենք առևտրի մասին երբ որ խոսում ենք, առանց այդ բեռների ինչպես կարող է տեղի ունենալ այդ առևտուրը եւ մի շարք կետերի ԵԱՏՄ պայմանագրի այս որոշումը ուրեմն հակասում է։ Մյուս կողմից ուզում եմ նշել, որ Ռուսաստանի Դաշնության վարորդների եւ ընդհանրապես ԵԱՏՄ մյուս գործընկերների եւ ընդհանրապես բեռնափոխադրողների համար Հայաստանի Հանրապետությունում չկա այդպիսի սահմանված ժամկետ, քանի օրից ավել իրենք չեն կարող։ Մենք չունենք այդպիսի ժամկետ եւ դա շատ նորմալ է։ Եվ Չիկագոյի կոնվենցիայով է սահմանված է, որ բեռնափոխադրողները պետք է ազատ կարողանան մուտք գործել, բեռներ տանել եւ բերել։ Եվ մենք պահպանում ենք այդ կետերը, այսինքն մենք չունենք սահմանափակում, քանի որ նրանք կարող են գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Առանց վիզային ռեժիմի երկրների, այդ թվում ՌԴ-ի քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում կարող են 180 օր գտնվել, եւ դա յուրաքանչյուր մուտքից հետո կարող են 180 օր գտնվել, այսինքն մենք որևէ խոչընդոտ իրենց համար չենք ստեղծում։ Ստացվում է, որ ԵԱՏՄ անդամ երկրներից մեկը Ռուսաստանի Դաշնությունը այս պարագայում խտրական վերաբերմունք է դրսևորում մյուս ԵԱՏՄ անդամ երկրների նկատմամբ, այդ թվում մեր նկատմամբ, եւ սահմանում է ինչ-որ ժամկետներ, որից ավել բեռնափոխադրողները չեն կարող գտնվել տվյալ երկրի տարածքում, եւ ազգային օրենսդրությունը փաստորեն ավելի վեր են դասում, քան իրենց կողմից կնքված միջազգային պայմանագիրը։ Նույնիսկ ոչ ԵԱՏՄ անդամ Իրանի քաղաքացիները, վարորդները եւ Հայաստան են մուտք գործում, կարծեմ նման սահմանափակում չկա։ Մենք որևէ բեռնափոխադրողի համար չունենք այդպիսի սահմանափակում եւ դա նորմալ է, որովհետեւ բեռնափոխադրումների համար չի կարող լինել նման սահմանափակում։ Այդ սահմանափակումը վերաբերվում է անձանց, որոնք մուտք են գործում Հայաստանի Հանրապետություն կամ մեկ այլ պետություն գտնվելու կամ բնակվելու նպատակով։ Իսկ նրանք ընդհանրապես բեռներ են տանում։ Ավելին ասեմ, Ղազախստանի պարագայում իրենք ուղղակի Ռուսաստանի տարածքով բեռներ են տանում եվրոպական երկրներ, բայց այդ խնդրի պատճառով հիմա սահմանին կանգնած բազմաթիվ վարորդներ չեն կարողանում մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք։ Բայց ես մեր խնդիրներն եմ անդրադառնում, որովհետև ես այս բանը խոսում եմ Հայաստանի Հանրապետության բեռնափոխադրողների խնդիրների մասին։ Որ նման խնդիրներ են լինելու, դուք բարձրաձայնում եք դեռևս 1 տարի առաջ, նաև մեզ հետ հարցազրույցում, ինչ եք կարծում, ինչու կառավարությունը քայլեր նախապես չձեռնարկեց, որ այս կոլապսի առաջ չհայտնվենք։ Ես որքան գիտեմ, իրենք այնուամենայնիվ դիմումներ ուղարկել են ռուսական կողմին, բայց երևի շատ, չգիտեմ, այդպիսի հատուկ ուշադրություն չեն դարձրել
կամ ռուսական կողմը չի դարձրել, չեմ կարող ասել, կամ շատ ավելի բարձր մակարդակով չի քննարկվել այս հարցը եւ եղել է միջին օղակներում ու ավելի վերև չի բարձրացել։ Սա իմ անձնական կարծիքն է։ Ես ենթադրում եմ, որ այդպես կարող է եղած լինել։ Կդժվարանամ, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի կառավարությունից պատասխանեն ինչ քայլեր են արել մինչ այսօր եւ ինչու է բանը հասել նրան, որ ունենք այն իրավիճակը, ինչ կա այսօր։ Հասկանալի է։ Ինչ եք կարծում, ինչպես պիտի լուծվի այս իրավիճակը, որն է իրավիճակի հանգուցալուծումը։ Ես կարծում եմ, որ առնվազն գոնե ԵԱՏՄ երկրների բարագայում ԵԱՏՄ անդամ երկրների համար պետք է այս օրենքի կիրառումը չգործի, որովհետև կա պայմանագիր, որը վեր է բոլորի ազգային օրենսդրությունից եւ պետք է առաջնորդվել ԵԱՏՄ պայմանագրի կետերով եւ պետք է մեր ամենաբարձր մակարդակով վարչապետ, փոխվարչապետ, բոլոր ամենաբարձր մակարդակով այս հարցը պետք է քննարկվի իրենց գործընկերների հետ ՌԴ-ում։ Հասկանալի է։ Կան արդյոք ԱՊՀ կամ ԵԱՏՄ անդամ երկրներ, ովքեր կարողացել են այս հարցին լուծում գտնել, որ դրանից օգտվելով նաև մենք կարողանանք այդ լուծումը գտնել։ Ցավոք ոչ, տեղեկություններ տարածվեցին, որ Ղազախստանի կառավարությունը այս հարցը կարողացել է լուծել, բայց երբ որ ես փորձեցի հետաքրքրվել նաև ղազախ գործընկերների հետ դիմեցի, պարզվեց, որ ընդամենը միջնորդություն էր եղել եւ կարծեմ 10 ձերբակալված վարորդներին ուղղակի ազատ էին արձակել եւ իրենց մի ընդդիմադիր պատգամավոր ուղղակի սկսել էր հարցազրույցներ տալ, հայտարարելով, որ այլևս Ղազախստանի վարորդներին այդ օրենքը չի վերաբերվում եւ նրանք այլևս 180 օր կարող են գնալ եւ այլն, պարզվեց դա այդպես չի եւ հիմա կան իհարկե շարունակում են կալանավորված մնալ ղազախ վարորդներ, ինչի համար Ղազախստանի ներկայացուցիչները եւս բավականին ակտիվ քննարկումների մեջ են։ Նաև ես գիտեմ, որ շուրջ 300 վարորդներ գտնվում են, ինչպես նշեցի, Եվրոպայի հետ առևտուր իրականացնող վարորդներ սահմանին եւ ուղղակի չեն կարողանում բեռները ՌԴ տարածքով տանել Ռուսաստանի Դաշնություն, խրղզվարորդների վիճակն էլ բավականին ծանր է, նրանք էլ ունեն երկարատև կալանավորված վարորդ, ունեն նաև երբ որ բեռները ուղղակի ճամփեզրին կանգնեցրել են մեծ մեքենայով եւ դրանք փչացող սննդամթերք է եւ արևի տակ դա սառեցված ձուկ եղել, որը առնվազն գործարարը, որը պատվիրել էր, բավականին մեծ վնասներ է կրել, իսկ վարորդը այս պահին գտնվում է ձերբակալման վայրում։ Ուզում եմ նշել, որ դեռևս այդպիսի երկարաժամկետ ձերբակալման մասին ինձ լուր չի հասել, բարեբախտաբար նման դիմում չեմ ունեցել, եթե լիներ այդպիսի դեպք, վստահ կդիմեին, բայց մինչ այս պահը չունեմ նման տեղեկություն, բայց որ 2-3 օր պահում են մեր վարորդներին, ունեմ այդպիսի տեղեկություն, ցավոք նաև ահազանգեր կան, որ այդ 2-3 օրը պահում են օրինակ առանց սննդի եւ այլն, այսինքն վարորդները բավականին ծանր պայմաններում են գտնվում, երբ որ իրենց տանում են ոստիկանություն, անկեղծորեն չեմ հասկանում 2-3 օր պահելու իմաստը եւ ավելի երկար պահելու իմաստը այն դեպքում, երբ որ նրանք բոլոր փաստաթղթերը ունեն իրենց ձեռքին, ժամկետանց փաստաթուղթ չունեն եւ չկա անհրաժեշտություն ճշտելու անձի ինքնությունը, քաղաքացիությունը կամ հյուպատոսանից վերադարձի վկայական ստանալու անհրաժեշտություն չկա, ինչ են ճշտում, ես չգիտեմ։ Եթե պետք է մուտքի արգելք տնեն, դա կարող է տևել, չգիտեմ, 15-20 րոպե, արագ բազայում նայել, ստուգել անցել է ժամկետը 90 օրյա թե ոչ եւ եթե պետք է դնեն այդ մուտքի արգելքը դնեն ու բաց թողնեն, ինչի համար են պահում, դա էլ է անհասկանալի եւ պետք է այս հարցը եւս քննարկել, ինչն է պատճառը, որ այդպիսի վերաբերմունքի են արժանանում վարորդները Ռուսաստանի Դաշնության ոստիկանության կողմից։ Այս սահմանափակումները ոչ միայն ԵԱՏՄ մյուս երկրների տնտեսություններին է վնաս տալու, այլ նաեւ հենց բուն ռուսական տնտեսությանը, որովհետեւ կարծես 2022-ից հետո հատկապես Ռուսաստանը այդքան էլ տենց լայն հնարավորություններ չունի արտաքին առևտրաշրջանառության եւ հիմնականում հենց ԵԱՏՄ անդամ երկրների հետ է եւ պետք է ինքը շահագրգռվածներ, որ որևէ խոչընդոտ չառաջացներ, որ բնականon հունով գնային, ըստ ձեզ ինչու են այս արհեստական խոչընդոտները ստեղծվում։ Ռուսները լավ ասացվածք ունեն իրենց մասին, ես ուղղակի կկրկնեմ, համարեք դա որպես հարցի պատասխան, Ռոսիայի умом не понять։ Հասկանալի է։
Իսկ այն վարորդները, ովքեր արդեն հայտնվել են կամ ընդհանրապես քաղաքացիներ, ովքեր հայտնվել են վերահսկող անձանց ռեեստրում կամ իրենց մուտքը երկիր արգելվել է 3, 5 կամ 10 տարի ժամկետով, ինչ անեն նրանք։ Անկեղծորեն այս պահին վերջնական լուծում իրենց համար չկա, բայց ես կամավոր ստանձնել եմ այդ պարտավորությունը, չնայած նրանք իմ շահառու թիրախումբը չեն, աշխատանքային միգրանտներ չեն, բայց չկա այլ մեկը, ով զբաղվում է այդ հարցերով եւ ես կամավոր ստանձնել եմ այդ պարտավորությունը։ Ես այդ ցուցակները հավաքում եմ, մարդիկ ինձ ուղարկում են իրենց տվյալները եւ փոխանցում եմ մեր արտաքին գործերի նախարարություն։ Ես հույս ունեմ, որ առնվազն գոնե ԵԱՏՄ-ի միջոցով ինչ որ պահի այս հարցը կլուծվի եւ այս մարդկանց տվյալները կփոխանցեն, որպեսզի կամ դադարեցնեն այդ օրենքի կիրառումը, ավելի ճիշտ եւ դադարեցնեն օրենքի կիրառումը եւ այսպես կոչված ամնիստիա հայտարարեն մինչ այդ արդեն մուտքի արգելքի տակ հայտնված կամ ռեեստրում հայտնված անձանց եւ ուղղակի բոլորի վրայից վերցնեն այս ինչ ասեմ, այս բեռը։ Այսինքն բացի սպասելուց, որ իշխանությունները կլուծեն այս հարցը, ուրիշ բան չեն կարող անել։ Այս պահին չեն կարող անել, ցավոք սրտի, բայց ես կարծում եմ, որ ինչ որ հուսադրող բաներ կան, որովհետև եթե սա միայն մեր խնդիրը լիներ, ես դեռ կմտածեի, որ գուցե սա մեր պետությունների միջև ինչ որ կոնֆլիկտային իրավիճակ է, չգիտեմ ինչպես կլուծվի, բայց սա համատարած բնույթ է կրում եւ ԵԱՏՄ-ի պարագայում սա բոլոր ԵԱՏՄ երկրներին է առնչվել եւ ես կարծում եմ, որ եթե համատեղ ուժերով իրենք ներկայացնեն այս հարցը, ես հույս ունեմ, որ պետք է լուծում ստանա։ Դուք ունեք տվյալներ, թե քանի վարորդ է հայտնվել ռեեստրում վերահսկող անձանց եւ քանիսի մուտքն է երկիր արգելվել։ Որպես այդպիսին տվյալ չունեմ, ես նշեցի, որ միայն կարող եմ ասել այն անձանց քանակը, ովքեր դիմել են ինձ, 130-ից մի քիչ ավել դիմել են, մոտ 50-ը մուտքի արգելք ունի, մյուսները վերահսկող անձանց ռեեստրում են գտնվում։ Իսկ դուք ունեք տվյալներ արդյոք մեր իշխանությունները բանակցում են ռուսական կողմի հետ թե ոչ։ Որպես այդպեսին ես տվյալներ չունեմ, բայց ըստ Գևորգ Պապոյանի իրենք քայլեր անում են, ով է բանակցում, ինչպես է բանակցում, չեմ կարող ասել, բայց կարծես թե իրենք ինչ որ քայլեր անում են։ Ու Աստված առաջ գուցե այս հարցը այդ քայլերի արդյունքում լուծվի։ Ես շատ հույս ունեմ, որ ուրեմն հոկտեմբերի 24-ին Ռուսաստանի Դաշնությունում սպասվող փոխվարչապետերի հանդիպման ժամանակ այս հարցը կքննարկվի եւ որևէ կերպ այս հարցին լուծում կտրվի, որովհետեւ այն ինչ կարող է տեղի ունենալ շարունակական այս իրավիճակում, սա ես նույնիսկ վախենում եմ մտածել։ Նախորդ կառավարության նիստում 5-շաբթի օրը այս հարցին որևէ կերպ անդրադարձ չարվեց։ Ինչ եք կարծում, կառավարությունը չի ուզում խոսել սրա մասին, որովհետև ցանկանում է ավելի անաղմուկ լուծել այս հարցը, թե ուղղակի չեն հասկանում կարևորությունը հարցի։ Ես չեմ կարծում, որ չեն հասկանում հարցի կարևորությունը, անկեղծ ասած չեմ կարող ասել, որ տարբերակն է, գուցե նույնիսկ երրորդ տարբերակ կա, չեմ կարող ասել, բայց ես վստահորեն կարող եմ ասել, որ հարցի կարևորությունը հասկանում են։ Անհնար է չհասկանալ հարցի կարևորությունը, շարքային քաղաքացիները հասկանում են, չի կարող կառավարությունը չհասկանալ այս հարցի կարևորությունը։ Տիկին Բեժանյան, եւ վերջում կա բան, որ կուզեի խորհուրդ տալ վարորդներին, ովքեր դեռևս չեն հայտնվել այդ ռեեստրում։ Պարզապես այս պահին խորհուրդ կտամ նրանք, ում 90 օր արդեն անցել է, չեն հայտնվել ռեեստրում, պարզապես դեռևս ձեռնպահ մնալ Ռուսաստանի Դաշնության տարածք գնալուց։ Ես հասկանում եմ, որ դա իրենց աշխատանքն է, ես հասկանում եմ, որ նրանցից շատերը մեծ վարկեր են վերցրել, իրենք ինչպես իրենք են նշում, տունն են գրավ դրել եւ բավականին մեծ գումարով գնել են իրենց բեռնատարները եւ իրենք վարկեր են վճարում, ընտանիքներ ունեն, երեխաներ ունեն, բայց այս պահին վտանգավոր է, որովհետեւ քանի դեռ հարցը չի լուծվել, իրենք որ պահին մուտք գործեցին, ոստիկանությունը կարող է հանգիստ ստուգել իրենց օրերը եւ իրենք ոչ թե հայտնվեն ռեեստրում, այլ մուտքի արգելքի տակ։ Հասկանալի է, շնորհակալ եմ Տիկին Բեժանյան։ Շնորհակալ եմ դիտելու համար, շարունակեք հետևել հետքին եւ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։